Ողջույն բոլորին, այսօր ես ուզում եմ, որ մենք խոսենք Լև Տոլստոյի վերջին վեպի մասին, որը կոչվում է Հարությունը։ Գրողն այն ավարտել է 1899 թվականին և գրում էր ընդմիջումներով 10 տարի։ Ահա այս 13-րդ հատորում է զետեղված այդ վեպը։ Սյուժեն հիմնված է տարբեր տեղեկությունների վրա, որոնք Տոլստոյը ստացել է մամուլից, նաև իր ծանոթների պատմածներից։ Հաստատ կարելի է ասել, որ գրողը ազդվել է նաև Գի դե Մոպասսանի պատմվածքներից, որոնցից մեկը նավահանգիստը նա նույնիսկ թարգմանել է ռուսերեն։ Տոլստոյի վեպի սյուժեն առանձնապես օրիգինալ չէ։ Հարուստ կալվածատեր իշխան Դմիտրի Նեխլյուդովը մտնում է սեռական հարաբերությունների մեջ, պատվազրկում է աղախնին Եկատերինա Մասլովային, նա երեխա է ունենում, որը մահանում է։ Այդ կինը այնուհետև դառնում է մարմնավաճառ, որից հետո նրան անարդարացիորեն մեղադրում են սպանության և գողության մեջ և դատապարտում են 4 տարվա տաժանակիր աշխատանքների։ Վեպի մեծ մասը Նեխլյուդովի հոգեկան տառապանքներն են, նրա փնտրտուքն է, մեղքը քավելու, ներում ստանալու ձգտումը։ Այստեղ կա իհարկե նաև ինքնակենսագրական ինչ-որ պահ, և Տոլստոյի կինը Սոֆյա Անդրեևնան իր օրագրում բողոքում էր, որ թե ինչու է ամուսինը իր արկածների մասին այդքան բաց պատմում։ Նեխլյուդովը, ինչպես և Լևինը Աննա Կարենինայում, Տոլստոյի կարելի ասել ալտեր էգոն է։ Պարզապես Լևինի ճակատագիրը ավելի որոշ չափով, համեմատաբար ավելի հաջող է դասավորվել։ Ես մի անգամ ասել եմ, որ պատանեկության շրջանում և հասուն տարիքում նույն ստեղծագործությունը կարդալը լրիվ տարբեր բաներ են։ Ես 16 տարեկանում եմ կարդացել առաջին անգամ և հիմա վերընթերցել եմ։ 16 տարեկանում ինձ հետաքրքրում էր վեպի սյուժեն, տղամարդու և կնոջ հարաբերությունները, բնականաբար, կամուսնանա Նեխլյուդովը Կատերինայի հետ, թե չի ամուսնանա իր կործանած կնոջ հետ, թե նաև 50 տարի անց, 50 տարի առաջ, պետք է ասեմ, որ խորհրդային իրականության մեջ ապրելով ես բնականաբար մինչև վերջ չէի հասկանում, թե ինչ է նշանակում հարություն։ Եվ միայն հիմա, 50 տարի անց, ես ուշադրություն դարձրեցի, ինչ մեղքս խոստովանեմ, միայն հիմա ուշադրություն դարձրեցի, որ սյուժեի գլխավոր խթանիչ իրադարձությունը, այսինքն Նեխլյուդովի կատարած ստորությունը կատարվել է հենց Զատիկի օրը, Սուրբ Հարության տոնի օրը։ Իսկ Քրիստոսի հարությունը ոչ այլ ինչ է, քան մեզ ուղղված հրամայական դառնալ ավելի լավը, ազատվել մեղքերից և կեղտոտ կրքերից։ Կարծում եմ Տոլստոյի հանճարի ամենաուժեղ կողմերից մեկը այն է, որ նա կարողանում է ճշգրտորեն նկարագրել մարդու հոգեբանության ամենանուրբ նյուանսները, այնքան ճշգրտորեն, որ մենք կամա թե ակամա ճանաչում ենք ինքներս մեզ այդ նկարագրության մեջ։ Այդպիսի դրվագներ հարությունը վեպում շատ են, երբ օրինակ Նեխլյուդովը ամեն առավոտ արթնանում է և որոշում է նոր մարդ դառնալ, նոր կյանք սկսել, դրանում է հարության իմաստը։ Միտեղ նույնիսկ Նեխլյուդովը ինքն իրեն անգլերեն է համոզում, turning a new leaf, այսինքն շրջել էջը, շատ հասկանալի և մեզ հատուկ հոգեբանական վիճակ է, բայց ամեն անգամ աշխարհի գայթակղությունները ճնշում են նրան և նա նորից է ընկնում, հաճախ ավելի ցածր, քան նախորդ անգամ։ Մի քանի տեղ նա ինքն իրեն խոստանում է, որ ահա հիմա, այսօր ես ամեն ինչ կասեմ, այն սուտը,
որ ինձ շրջապատում է, ես կբացահայտեմ։ Ես իմ շրջապատին կպատմեմ, թե ինչպիսի սրիկա եմ ես։ Եվ ամենակարևորը կգնա կապաշխարի Կատյուշայի առաջ եւ կառաջարկի իր հետ ամուսնանալ։ Այդ ինքնաբացահայտումը նա առանձնապես չի անում ինչ շրջապատում, իսկ առաջարկությունը Դմիտրին իսկապես պարբերաբար անում է։ Նեհլուդովի այդ ցանկությունը Կատերինան տարբեր ձևով է արձագանքում վեպի տարբեր հատվածներում։ Դատապարտվելուց անմիջապես հետո առաջին հանդիպումների ժամանակ նա կտրուկ մերժում է։ Երևում է, որ նա դեռ չի ներել իշխանին իր կյանքը տապալելու համար։ Օրինակ, երբ Նեհլուդովը այդ իր ապաշխարելու, զղջալու եւ ամուսնության առաջարկելու ժամանակ Ասո անունն է տալիս, Կատյուշան պատասխանում է, որ այն ժամանակ, այսինքն Զատիկի օրը պետք էր Աստծո մասին մտածել, կամ դառնությամբ ասում է, որ ինքն անարակ կին է, իսկ Նեհլուդովը իշխան է, որի համար, այսինքն կնոջ համար նա գին է վճարել 100 ռուբլի։ Կատերինայի հետ ստորաբար վարվելուց հետո նա փաստորեն փախչելուց առաջ իշխանն աղջկան ձեռքը խոթում է 100 ռուբլյանոցը։ Բայց վեպի գլխավոր հերոսը հենց այնպես չի հանձնվում։ Նա որոշում է զբաղվել Կատերինայի քրեական գործով եւ այստեղ Տոլստոյը շատ խիստ դատողություններ է անում դատական համակարգի եւ փաստաբանների մասին։ Դմիտրին որոշում է նաեւ միշտ հետևել այդ կնոջը, լինել նրա կողքին, որտեղ էլ նա գնա։ Տաժանակրության մեջ, աքսորի մեջ, Սիբիրում եւ այլն։ Մի խոսքով ամեն ինչ պետք է անի, որ Կատյուշան իսկապես սրտանց նրան ների։ Համար է Դմիտրին իր այդ ցանկության մեջ։ Չի հուսահատվում։ Եվ դարձյալ շատ հետաքրքիր մի դիտարկում է անում գրողը։ Կա մի նախապաշարում, կա սնահավատություն մարդկանց մեջ, գրում է Տոլստոյը, թե իբր մարդն ունի ինչ-որ որոշակի հատկություն, կամ խելացի է, կամ խելացի է, բարի է, ազնիվ է, կամ ճիշտ հակառակը։ Բայց այդպիսի մարդիկ, որոնք մաքուր ձևով են, այսպես ասած, իրենց դրական կամ բացասական հատկությունը դրսևորում, այդպիսի մարդիկ իրականում չկան։ Գոյություն չունեն։ Բոլորի մեջ կա խավարն ու լույսը, սևը եւ սպիտակը։ Եվ այդ երկվությունը, որը բոլորիս հատուկ է, միավորված է վեպի հիմնականում երկու գլխավոր հերոսների մեջ։ Այն, որ Դմիտրին որոշել է հետևել տաժանակրության դատապարտված կնոջը, թույլ է տալիս գրողին նկարագրել Ռուսաստանի բանտային համակարգի սարսափելի վիճակը։ Մասնավորապես գոյություն ունի այնպիսի մի հասկացություն, որը ռուսերեն կոչվում է էտապ։ Այն ճանապարհը, որով անցնում էին դատապարտյալները Ռուսաստանի եվրոպական մասից դեպի Սիբիր։ Ինչ գնացքներ էին, ինչ վագոններ էին, ինչպես էին մարդիկ ճանապարհին հիվանդանում, մահանում, ինչպիսի անտարբերություն, երբեմն սադիզմ էին դրսևորում պետական պաշտոնյաները այդ խեղճ մարդկանց հանդեպ։ Իդեպ ասեմ, որ ես շփվում եմ մեր այլախոհների նախկին խորհրդային քաղբանտարկյալների հետ եւ շփումներից ես հասկանում եմ, որ 100 տարվա ընթացքում առանձնապես բան չէր փոխվել։ Այսինքն 1970-ական թվականներին վիճակը այդ էտապի մոտավորապես նույնն էր, ինչ կար դրանից 1 դար առաջ։ Հարությունը վեպի ֆինալում Մասլովան Նեհլուդովի ջանքերով թագավորից ներում է ստանում եւ դերևս կալանավայրում նրան հանդիպելով Դմիտրին դարձյալ ամուսնության առաջարկ է անում։ Կատերինան նրան դարձյալ մերժում է, բայց այլ ձևով է մերժում։ Երևում է, որ նրան շարունակում է սիրել, պարզապես չի ուզում փչացնել Նեհլուդովի կյանքը։ Այսինքն Կատերինան
նույնպես փոխվում է։ Նա ամբողջությամբ, ինչպես կասեր 20-րդ դարի հայտնի անգլիացի հոգեբաններից մեկը, ռադիկալ ձևով ներում է Դմիտրին, ազատվում է իր հոգու դառնությունից։ Եվ գերադասում է ապրել Սիմոնսոն ազգանունով մի աքսորիալ հեղափոխականի հետ, այդ Սիմոնսոնը նկարագրված է որպես ճգնավոր եւ իդեալիստ։ Հեղափոխականների թեման նույնպես շատ հետաքրքիր է, որի վրա ես 50 տարի առաջ ուշադրություն չեմ դարձրել։ Տոլստոյը հեղափոխականներին վերաբերում է մեծ վերապահումներով, ոչ այնքան վատ, որքան Դոստոևսկին, որովհետև Տոլստոյի մեջ կար, կարծում եմ, որոշակի անարխիզմ, ընդհանրապես որևէ իշխանություն չընդունելու ինձ համար միանգամայն հասկանալի ձգտում։ Բայց գրողը չի հասկանում, թե ինչ են այդ հեղափոխականները ուզում եւ չէր հավատում, որ կյանքը կարելի է փոխել արտաքին հանգամանքները փոխելով։ Սիմոնսոնի կողքին կա եւս մի հեղափոխական Նավադվորով ազգանունով, որի մասին Տոլստոյը խոսում է որոշակի թույնով։ Չնայած այդ հեղափոխականը սիրում էր պերճախոս փաստարկներով ինչ-որ բան հիմնավորել, նրա գործունեությունը Նեխլուդովը բացատրում է զուտ փառասիրությամբ, առաջինը լինելու ցանկությամբ։ Տոլստոյը գրում է, որ չունենալով իր բնավորության մեջ բարոյական եւ գեղագիտական հատկություններ, շատ կարևոր բան է։ Նեխլուդովը այդ Նավադվորովը, այսինքն ոչ մի բանում չէր կասկածում եւ վստահ էր, որ երբեք չի սխալվել։ Ծանոթ կերպար է, այդպես չէ։ Տոլստոյը հավատում է, որ չի հավատում արտաքին ազդեցության, զորությանը, բայց հավատում է, որ մարդը կարող է բարոյապես կատարելագործվել։ Եվ հենց այդ պատճառով էլ վեպն ավարտվում է ավետարանի երկար մեջբերումով։ Կարևորը իհարկե թե ավետարանի որ մասն է մեջբերում գրողը, Մատթեոս 18-րդ գլուխ։ Եվ այդ օրը աշակերտները մոտեցան Հիսուսին եւ ասացին. «Մեզանից ով է մեծ երկնքի արքայության մեջ»։ Եվ գալիս է Տիրոջ պատասխանը, ծավալուն պատասխանը, որը եթե կարճ ձևակերպենք, հեզության, խոնարհության, եղբորը 7 բազմապատկված 70 անգամ, այսինքն անverջ ներելու մասին է։ Մի խոսքով կրկնեմ, Տոլստոյի վեպը մեր մասին է, մեր մեղքերի, բարոյական անկումների, ստորությունների եւ այն մասին, թե ինչպես ենք մենք փորձում, եթե փորձում ենք փոխվել, վերածնվել, հարություն առնել։ Իսկ ով որ ասում է, որ կյանքում ստորություն չի արել, թող առաջինը քար վերցնի եւ շպրտի իմ ուղությամբ։ Լավ մնացեք։